ներկայացնում եմ մանրամասն ներկայացված է։ Նաև հուլիս ամսվա կարևոր կանխատեսումներ ունեմ եւ բարենպաստ օրերը, որպեսզի կարողանաք օգտվել եւ հետեւողականորեն ձեր գործերը կազմակերպել։ Դե սիրելի հետևորդներ, սիրելի խեցգետիններ, ձեր աստեղային ժամը սկսում է կարճ ժամանակահատվածով է, բայց դե մոտավորապես կենդանակերպի կեսը Մերկուրին հետ էր գնացել, հիմա առաջ պետք է գնալ։ Սիրելի խեցգետիններ, ձեր առաջի տանը, սիրելի այծեղջյուրներ, ձեր 7-րդ տանը, սիրելի այծեղջյուրներ, կարող է հանդիպել եք ձեր կյանքի երկրորդ կեսին, ձեր նախկին ամուսնուն, կնոջը, զուգընկերոջը, հնարավոր է արդեն կարողանալ կամաց շտկել նրանց հետ հարաբերությունները, ովքեր կոնֆլիկտային իրավիճակներում են գտնում, խեցգետին, այծեղջյուր, խոյ եւ կշեպ։ Այդ ժամանակվանից կարող եք հարթել այդ տարաձայնությունները, եթե դատական պրոցեսների եք դիմել, հնարավոր է, որ արդեն որոշեք, որ ձեր հարցերը լուծված է եւ այդ հայտը հետ վերցնեք, հա։ Սիրելի խեցգետիններ, ձեր կյանքը կարող եք կառուցել ամուսնանալ, խեցգետին ինչ է, տուն, ընտանիք, օջախ, Մերկուրի ստորագրությունն է, կարող եք այդ ամուսնական վկայականը վերցնել, դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի ձեզ գրանցեն։ Սիրելի այծեղջյուրներ, դուք էլ կարող եք, բայց խեցգետինները իրենք հենց կարող են, հա, իրենց իսկ նախաձեռնողականությամբ։ Սիրելի այծեղջյուրներ, կորոշեք, որ գիտեք սրտի մի անկյունում այսպես հոգու մի անկյունում, որ ձեզ ընտանիք է, պետք է վերջո այդ ժամանակահատվածը կարող եք օգտագործել եւ ձեր անձնական կյանքը դասավորել, գրանցել ամուսնությունը, համապատասխան այդ միջոցառումների մասնակցել, ի վերջո հուլիս-օգոստոս դրանք հարսանիքի ամիսներն են, հենց այդպիսի մի միջոցառման ժամանակ կարող եք գտնել ձեր կյանքի երկրորդ կեցին, սիրելի այծեղջյուրներ, գրանցեք ձեր ամուսնությունը, կայուն գործընկերային հարաբերություններ ստեղծեք, ձեր գործընկերը կարող է դառնալ ձեր զուգընկերը կամ ձեր զուգընկերը կարող է հենց արդեն որոշել, որ գործընկերային հարաբերություններն են նաև կիսում ձեզ հետ։ Սիրելի խեցգետիններ, կարող եք արտաքին տեսքի շտկումներ կատարել, պլաստիկ վիրահատություն, դա կարող է լինել նաև էսթետիկ միջամտություն, դրանք կոնքերի հատվածում, այս կրծքավանդակի հատվածում, հենց այդ օրգան համակարգերի եւ մարմնի մասերի հետ կատարվող բոլոր այդ շտկումները արդյունավետ կարող են լինել եւ ձեզ կարող են դուր տալ նաև ձեզ մոտ սիրելի այծեղջյուրներ։ Սիրելի առյուծներ, ձեր 12-րդ տանը, սիրելի ջրհոսներ, ձեր 6-րդ տանը, մի քանի օր առաջ այսպես տագնապած մի կին է զանգել, թե ինչ եք ասում, որ 12-րդ տանը դա մեկուսացման վայրն է, դա բանտն է։ Սիրելի հետևորդներ, 12-րդ տանը հենց այդ հատվածն է։ Կյանքի այն դաշտն է, որտեղ մարդը երբեմն չի կարողանում իր ազատ կամքը ցուցաբերել։ Դա մեկուսացման վայրեր են, դրանք առողջարաններ են։ Եթե 6-րդ տունը մարդը կարող է մենք ցանկ